Բարև ձեզ, հերթական հարցազրույցի հյուրը Լիանա Պետրոսյանն է։ Պաշտոն չեմ նշում, քանի որ հենց զրույցի ընթացքում ենք նաև փորձելու հասկանալ, թե Լիանան այսօր ինչ պաշտոնով է փորձում օգտակար լինել արցախցիներին արդեն հերթական տարին, բավական ակտիվ աշխատելով տեղեկատվական ամենատարբեր հարթակներում եւ ամենատարբեր հարթակների հետ, ակտիվ ներկայացնելով այն թեմաները, որոնք վերաբերում են Արցախին, որոնք կարող են հետաքրքիր եւ օգտակար լինել արցախցիների հատկապես այն հատվածի համար, ովքեր այսօր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Բարև ձեզ, Լիանա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեղահանվածների առաջին ալիքի հետ հասակ Երևան 2020 թվականին Հադրութը օկուպացվելուց հետո առաջին շրջանում Հադրութի հետ կապված եւ հենց Հադրութի թեմաները բարձրաձայնող բավական մեծ թվով կազմակերպություններ ունեինք, որոնք բավական ակտիվ աշխատում էին, բավական ակտիվ հանդես էին գալիս տարբեր հարթակներում։ Այսօր կարծես այդ ակտիվությունը չի նկատվում, թե ես եմ ինչ-որ բան բաց թողել։ Իրականում այո, առաջին շրջանում տարբեր կազմակերպություններ ստեղծվեցին, որոնք քաղաքական, իրավական տարբեր խնդիրներ էին իրենց առջև դրել, թե ինչքանով հաջողեցին չեմ կարող ասել, բայց այդ ժամանակահատվածում տարբեր ակտիվ անձինք, այդ թվում նաև ես, փորձում էի հնարավորության սահմաններում աջակցել տեղահանվածներին, ընդգրկվելով տարբեր կազմակերպությունների շարքում ու նաև փորձելով հնարավորինս կամավորական աշխատանքի միջոցով օգտակար լինել մեր տեղահանված մյուս հայրենակիցներին։ Այսօր եւս հանդես եք գալիս որևէ հասարակական կազմակերպության շարքում, որևէ հասարակական կազմակերպություն ներկայացնում եք։ Ոչ, արդեն գրեթե 2 տարի է, որ զուտ իմ անձնական նախաձեռնությամբ իրականացնում եմ հասարակական գործունեություն, կաշկանդված չեմ որևէ կազմակերպության կանոնադրությամբ կամ կարգերում, պարզապես իմ գործունեությունն իրականացնում եմ ելնելով տեղահանվածների այդ խնդիրների վրա հիմնելով, այսինքն ամբողջ գործունեությունը հիմնված է տեղահանվածների հետ ամենօրյա շփումների վրա վերհանված խնդիրների վրա։ Իդեպ, քանի որ հասցեն Արցախի հետևորդներին խոստացել եմ սուր հարցերից չխուսափել, չեմ կարող չհարցնել։ Ոմանք ձեզ կապում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, նշում, որ աշխատում եք իշխանության աջակցությամբ ու նաև իշխանության թելադրանքով։ Ճիշտն ասած, ես միշտ այս հարցին վերաբերում եմ որոշակի հումորով, բայց նաև ըմբռնումով, որովհետև նման կարծիքներ տարածողներին առհասարակ բաժանում եմ 3 խմբի։ Կարելի է ասել, որ առաջին խմբի մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր քաջ գիտակցելով եւ իմանալով իրականությունը փորձում են հակառակ կողմից ներկայացնել, մոլորեցնելով հանրությանը, մեր հասարակությանը, չգիտեմ ինչու, բայց նպատակային ներկայացնելով իրականության հակառակ կողմը։ Երկրորդ խմբի մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում փորձել են ինչ-որ բաներ, ինչ-որ նախաձեռնություններ են սկսել, սակայն այդ նախաձեռնությունները իրենց նպատակին չեն հասել եւ այսօր տեսնելով, որ հանրության շրջանում կան մարդիկ, որոնք ինչ-որ հարցերում հաջողում են, փորձում են այդ մարդկանց կապել տարբեր շրջանակների հետ։ Եվ ցավոք պետք է նշել, որ կա նաև երրորդ խումբ մարդիկ, ովքեր խորը վերլուծություններ չեն անում, պարզապես հիմնվում են առաջին եւ երկրորդ խմբի այս մարդկանց կարծիքների վրա։ Իհարկե այդ թիվը մեծ չէ, բայց ցավալի է, որ կան նաև նման դրսևորումներ։ Եվ ասեմ, որ ես լինելով հասարակական գործիչ, իմ գործունեությունն ամբողջությամբ կազմակերպում եմ հասարակության խնդիրների հիման վրա եւ պետք է նշեմ, որ այդ խնդիրների հետևից գնալ պետք է համապատասխան մարմիններ, իսկ այդ մարմինները կառավարության տարբեր ներկայացուցիչներ են եւ բնականաբար, եթե դու ուզում ես որպեսզի քո խնդիրը լուծում ստանա, պետք է գնաս տվյալ խնդրի հետևից։ Իսկ գնալ խնդրի հետևից բնական է, որ մենք այլ հարթակներում չենք կարող եւ բնական է, որ հենց կառավարության տարբեր մարմինների հետ հանդիպումներում է հնարավոր որևէ խնդրի լուծում ստանալ, տալ հարցերի պատասխաններ ու բնականաբար, եթե այսօր այս ուժն է ներկայացնում կառավարությունը, բնականաբար այդ ուժի անձանց հետ ես դու ունենում հանդիպումներ եւ դրանով
պայմանավորված ինչ-որ մանիպուլացնել, փորձել ժողովրդի աչքին ինձ ներկայացնել այսպես կոչված իշխանական պրոյեկտ, մեղմ ասած կարելի է համարել, որ դա ցածր իրավագիտակցության արդյունք է, քանի որ ցանկացած տրամաբանություն ունեցող անձ, երբ տրամաբանում է, հասկանում է, որ եթե կա խնդիր եւ այդ խնդիրը պետք է լուծվի, ապա պետք է լուծվի այդ խնդիրը լուծող մարդու կամ անձնավորության հետ կամ այդ պաշտոնը ներկայացնող անձի հետ եւ անկախ այն հանգամանքից թե այդ անձը ով է պետք է գնալ խնդրի հետևից եւ ուզում եմ նաեւ ասել որ ես միշտ իմ հանդիպումների մասին հրապարակային գրում եմ եւ իմ բոլոր այն հարցերը որ քննարկվում են այդ հանդիպումներին բոլորը հանրայնացնում եմ լավ եթե ոչ իշխանության պրոյեկտը ապա ում պրոյեկտն է սա միայն անձնական Իրականում այո, ես սա անում եմ անձնական նախաձեռնությամբ, զուտ հասկանալով ինքս լինելով, անցնելով բավականին մեծ խնդիրների միջով այս նախորդող 3 տարիների ընթացքում, տեսնելով, որ բավականին բաց կա թե տեղեկատվական դաշտում հատկապես այդ 23 թվականի մինչև 23 թվականը եւ 23 թվականին առավելապես տեղեկատվական բացը նկատի ունենալով, տեսնելով ինչ կարիք ունի ինչի կարիք ունի տեղահանվածը, չէի կարող անտարբեր լինել, որովհետև ինձ համար առաջնայինը իմ հայրենակցին աջակցելն է եւ արդեն դրանից հետո առհասարակ ես ինձ միշտ դուրս եմ դնում քաղաքական այդ չգիտեմ, բոլոր տեսակի հայտարարություններից եւ այլն հասկանալով, որ եթե ես իրականացնում եմ հասարակական գործունեություն, եթե հասարակական գործիչ եմ, պետք է ունենամ կոնկրետ հստակ իմ արժեվ դրված խնդիրներ եւ ինձ զերծ պահեմ այդ դաշտից։ Իհարկե չեմ բացառում, որ ես ունեմ իմ քաղաքական պատկերացումները եւ հայացքները, որոնք սակայն այս փուլում հանրայնացման ենթակա չեն եւ դրա կարիքը ես հասկանում եմ, որ այս պահին գոնե չկա։ Խոսենք բռնատեղահանվածների աջակցության պետական ծրագրերի մասին, ի վերջո հենց այս առիթով է մեր զրույցը կայանում է, շահառուների ամենամեծ թիվը ուներ բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը, որը փաստացի արդեն չկա։ Այսօր ծրագիրը վերափոխվել է, հասանելի է ավելի սահմանափակ թվով ընտանիքների համար, կարող ենք համեմատել քանի մարդ էր ծրագրից օգտվում նախկինում եւ քանի մարդ է օգտվում այժմ։ Կառավարության կողմից 23 թվականից սկսած մի քանի ծրագրեր մեկնարկեցին, միանվագ աջակցության ծրագիր եւ 40+10,000 աջակցության ծրագիրը, որը բնակվարձի ներառված ու ամենաերկարակյացն էր, կարելի է ասել, բայց 25 թվականից արդեն ծրագիրը վերափոխվեց, նախ դարձավ 40,000, իսկ հուլիսի 1-ից արդեն 30,000 դրամ ու խոցելի խմբերի համար, եթե համեմատական անցկացնենք, ապա օրինակ մարտի 1-ի դրությամբ, երբ ծրագրի շահառու էին գրեթե բոլորը բացառությամբ սեփականություն ունեցող անձանց, այդ ժամանակ շահառուների թիվը 98,668 էր։ Սակայն արդեն երբ ծրագիրը վերափոխվեց եւ հուլիսի 1-ից արդեն դարձավ 44,000 ուղղվեց արդեն մոտավոր 44,665 եթե չեմ սխալվում անձանց, այսինքն գրեթե կեսը հուլիսի 1-ից այլևս աջակցություն չի ստանում։ Եվ փաստացի ստացվում է, որ այդ խոցելի խմբերը, որ առանձնացվել են, համարվում են նախկինում ծրագրի շահառու հանդիսացած անձանց կեսից ավելին։ Իդեպ այս փոփոխությունը նախատեսվում էր ավելի վաղ, 2 ամիս հետաձգվեց, այդ հետաձգման ընթացքում ինչ փոխվեց, ինչով էր տարբերվում ծրագրի նախնական տարբերակը այսօր ունեցածից։ Ապրիլ-մայիս ամիսներին եւս 2 ամսով ծրագիրը երկարացվեց եւ ի պատասխան այդ երկարացման այդ ժամանակահատվածում կառավարության կողմից իբրև թե պետք է այնպիսի ծրագրեր իրականացվեին, զբաղվածության ծրագրեր, չգիտեմ, տարբեր ծրագրեր, որոնք պետք է այսպես ասած փակեին այն բացը, որը կլիներ բնակվարձի ծրագրի դադարեցումից հետո։ Ցավոք սրտի այսօր ունենք այն ինչ ունենք եւ որևէ փոփոխություն կարելի է ասել չի եղել, այսինքն եթե դադարեր ապրիլի 1-ին, 1-ից եւ եթե դադարեց հունիսի 1-ից որևէ բարելավում, որ նախատեսվում էր տեղահանվածների կյանքում, չի գրանցվել։ Արդյունքում ովքեր են շարունակում մնալ ծրագրի շահառու։
Ծրագրի շահառու շարունակում են մնալ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկանները, այդ թվում նաև 18 տարին լրացած պարտադիր կրթության համակարգում ընդգրկված անձինք, քոլեջներում եւ ուսումնարաններում սովորող նաև խոցելի խումբ են համարվում 63+ տարիքի անձինք եւ կերակրողը կորցրածի նպաստառու անդամը, ընտանիքի նպաստառու կամ թոշակառու անդամը, այսինքն խոցելի խմբերը բավականին այսպես քիչ են եւ մենք այս ընթացքում բազմաթիվ ուսումնասիրությունների, տեղահանվածների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ խոցելի խմբերի այս տարբերակումը ճիշտ չէր եւ պետք է նաեւ այլ խմբեր ընդգրկվեին, որոնք ցավոք սրտի դուրս են մնացել ծրագրից։ Իդեպ այս նոր աջակցությունից օգտվելու համար շահառուները պետք է նորից դիմումներ լրացնեն, փաստաթղթեր ներկայացնեն, թե ինքնաշխատ կերպով համակարգը ինքն է ընտրելու։ Դիմում, այսպես ասած, ի սկզբանե չպետք է ներկայացվեր, սակայն մենք այսօր փաստի առաջ կանգնած շարք ընտանիքներ ունենք, օրինակ, ովքեր բնակապահովման ծրագրով բնակարան են ձեռք բերել, նրանք պետք է նորից դիմում ներկայացնեն, ուսանող որևէ օրինակ քոլեջ ուսումնարան սովորողները պետք է տեղեկանք եւ նոր դիմում ներկայացնեն, այսինքն այնուամենայնիվ դիմումներ ներկայացնելու կարիք այնուամենայնիվ լինելու է։ Ինչ եք սպասում նոր ծրագրերից։ Վերջին շրջանում բավական հոռետեսական, այսպես ասենք, գնահատականներից մինչև լավատեսական գնահատականներ լսեցինք։ Կար գնահատական, որ արտագաղթի շատ մեծ ալիք կլինի, սա իշխանությանը անդիմացողներն էին ասում, կար գնահատական, որ ավելի ակտիվ կսկսեն աշխատել տեղի աշխատաշուկայում ինտեգրվելու ուղղությամբ, սա իր իշխանության մոտեցումներ, ձեր կարծիքով այս փոփոխությունները ինչի կհանգեցնեն։ Եթե այս փոփոխությունները որևէ վերափոխման, այսպես ասած, չենթարկվեն, ապա տեղահանվածների սոցիալ-տնտեսական կենսամակարդակը կվատթարանա եւ ստեղծված անորոշությունն ու ապագայի հանդեպ անկանխատեսելիության խորացում կունենանք եւ իհարկե դրանցից բխող արդեն հնարավոր բացասական հետևանքներով, այսինքն դեպի դրական որևէ տեղաշարժ կանխատեսել հնարավոր չէ։ Իդեպ անգամ գործող չափանիշներով աջակցության ծրագիրը ըստ էության երկար չի շարունակվի, քանի որ կառավարությունը անոնսավորել է, որ աստիճանաբար պակասեցնելու է աջակցության ծրագրերը եւ սահմանափակելու է դրանց շահառուների ցանկը։ Ինչ նոր փոփոխություններ են սպասվում, քանի որ շփվում եք այդ շրջանակի հետ, հավանաբար որոշակի տեղեկություն ունեք։ Իրականում կարող եմ ասել, որ կառավարությունը արդեն հուլիսից կտրականորեն հրաժարվեց բնակվարձի աջակցության շարունակականությունից առանց խոցելի խմբերի տարբերակման, հստակ ձևակերպելով, որ իրենց օրակարգում այլևս չկա այդ ծրագրի շարունակականությունը եւ նշելով, որ մարդիկ պետք է պարզապես օգտվեն բնակապահովման ծրագրից որպես երկարաժամկետ խնդրի լուծում, ինչպես նաեւ պետք է ինտեգրվեն աշխատաշուկային, աշխատեն եւ այլն։ Ցավոք սրտի ասել, որ սրանով հնարավոր է տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել եւ այս վերաբերմունքով որևէ դրական տեղաշարժ, ինչպես ասացի, նորից կրկնեմ, որ չենք ունենալու եւ եթե իրենք նպատակահարմար չեն գտնում այդ ծրագրեր իրականացնել, բնականաբար գոնե եղածի մեջ պետք է այնպիսի փոփոխություններ անեն, որ մարդիկ գոնե եղած ծրագրերից օգտվեն։ Թե զբաղվածության պետական աջակցության ծրագիրն է, թե բնակապահովման ծրագիրն է եւ թե այդ հրատապ աջակցության ծրագիրը, որ տրամադրվում է առավել խոցելի խմբերին եւ առավել վատթար սոցիալական պայմաններում գտնվող անձանց պետք է դրանք այնպեսին դարձնեն, որ գոնե օրինակ հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ից դիմումների ընդունումը սկսվել է, բայց հուլիսը ավարտվում է, դեռևս որևէ պատասխան, որևէ մեկը աջակցությունը չի ստացել։ Այսինքն, եթե սա էր այլընտրանքը եւ այսօր այդ այլընտրանքը չկա, գործածության մեջ չէ, ապա
Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե հետո 1-2 ամիս հետո ինչ վիճակ է ստեղծվելու։ Առհասարակ տեղահանվածների խնդիրները պետք է դիտարկել համապարփակ, պետք է խնդիրներին լուծում տալ ոչ թե տեղային, կետային, այլ պետք է համապարփակ սոցիալական, իրավական, հոգեբանական բոլոր այս ասպեկտները պետք է մեկ պրիզմայով դիտարկվի եւ բոլոր ասպեկտներին համահավասար պետք է ուշադրություն դարձվի։ Եթե սա չլինի, հակառակ պարագայում տեղահանվածը իրեն այս իր ապագայի տեսլականը չի կարողանալու պատկերացնել։ Այսինքն համաձայն չեք այն սոցհարցման արդյունքներին, ըստ որի տեղահանվածների մոտ 55%-ը գոհ է կառավարության աջակցության ծրագրերից։ Իրականում ես չգիտեմ, թե ովքեր են գոհ, որովհետև այս ընթացքում ունենալով շփումներ երևի տասնյակ հազարավոր մարդկանց հետ, գրեթե մեկից չեմ լսել, որ իրենք գոհ են այս պահին իրականացվող ծրագրերից առավելապես։ Այսինքն այն պայմաններում, երբ բնակվարձը դադարեցվել է եւ ուղղվում է միայն բացառապես խոցելի խմբերին, երբ բնակապահովման ծրագրի բոլոր ծրագրի փուլերը, այսպես ասած, հանվել են եւ ծրագիրը դարձրել որպես դիմելիության համար բոլորին իբրև թե հանրամատչելի, բայց երբ նայում ենք ստացված սերտիֆիկատների թվին, իրացված սերտիֆիկատների թվին, հասկանում ենք, որ անհնար է այս պայմաններում 55%, այն էլ նման գոհունակություն ունեցող տեղահանվածներ ունենանք։ Չգիտեմ այդ թվերը որտեղից են հայտնվել, չգիտեմ ում շրջանակում է արվել, բայց տեղեկացված եմ, որ ոչ միայն տեղահանվածների շրջանում, այլ նաև տեղաբնակների շրջանում է հարցում արվել։ Ինչևէ, հարցերը շատ են, ինձ թվում է մեկ հանդիպման ընթացքում չենք հասցնի ամեն ինչի մասին խոսել եւ առաջարկում եմ, որ պարբերաբար հանդիպումներ ունենանք, գոնե շաբաթը մեկ անգամ կընտրենք մեկ թեմա, կզրուցենք դրա մասին, կփորձենք նաեւ դրանով օգտակար լինել։ Սիրով։ Շնորհակալություն Լիանա, մինչ հանդիպում։ Մինչ հանդիպում։ Այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը, ինչպես պայմանավորվեցինք Լիանա Պետրոսյանի հետ պարբերաբար հանդիպելու առիթ դեռ կունենանք, կհանդիպենք, կխոսենք տարբեր թեմաների մասին, կարող եք նաև առաջարկել ձեր թեմաները, այս տեսանյութի տակ կարող եք դնել ձեր կարծիքը, տալ ձեր գնահատականը։ Ամուր եղեք։